Ողջույն ձեզ, այսօրվա իմ թեման է, թե ինչու վրացիք մարտի 23-ին 25 թվականին Թբիլիսիում, ստադիոնում ֆուտբոլից հետո հարձակվեցին հայ երկրպագուների վրա ու այսպիսի սարսափելի ատելություն ցույցաբերելով, որ հայհոյում էին հայերին, ինչ-որ իրեր էին նետում հայերի վրա, չէ որ դա ինձ համար զարմանալի էր, որովհետև ես գիտեմ, որ հայերը շատ քաղաքակիրթ ձևով ընդունեցին վրացոնց Երևանում, հյուրասիրությամբ ընդունեցին, ոչ մի թթու խոսք չեն ասել վրաց երկրպագուներին ֆուտբոլի, մարդավարի շնորհքով դիմավորեցին, կռվեցին և շնորհքով ուղարկեցին Վրաստան։ Թե էդ ինչ պատահեց, ինչը այդպես բորբոքեց վրաց երկրպագուներին, որ նրանք նման ատելությունով լցված հարձակվեցին հայ ֆուտբոլի երկրպագուների վրա մարտի 23-ին 25 թվականին։ Չէ որ հայերը պարտվել են այդ օրը, Հայաստանի ֆուտբոլի թիմը, և վրացիք կարող էին որպես հաղթանակած կողմ շնորհքով ուղարկեին տուն Հայաստանի երկրպագուներին, առանց ավելնորդ հայհոյանքների, առանց ատելություն ցույց տալու։ Ես այդ հարցի պատասխանը սկսեցի փնտրել վրացիներից, այսինքն ինչն էր պատճառը, որ ինչը բորբոքեց վրացոնց մեջ ատելություն, այդ աստիճանի ծայրահեղ ատելություն հայերի նկատմամբ։ Եվ գտա պատասխանը, վրացիք ասում էին, որ ուրեմն հայ երկրպագուները, երբ որ Վրաստանի Թբիլիսի փողոցով քայլու երթ էին կազմակերպել, նրանք Հայաստանի դրոշի հետ նույնպես մի քանի հոգի տարան Արցախի դրոշը և նրանք սենց մեջքին փթաթելով, հետո ծածանում էին Արցախի դրոշը հայ դրոշի հետ միասին և քայլերթ էին արել դեպի ստադիոն։ Հետո ստադիոնում էլ ուրեմն ֆուտբոլի ժամանակ, խաղի ժամանակ նույնպես ծածանում էին Հայաստանի դրոշը և Արցախի դրոշը ու Հայաստանի համար դա հայ ժողովրդի համար դա նորմալ բան է, չէ որ նրանք ժամանակին ունեցել են երկու հայկական պետություն մինչև 18, մինչև 23 թվական, մինչև 2023 թվականը մեկ հայազգ ունեցել է երկու պետություն, թուրքերի պես, թուրքերն էլ ունեն երկու պետություն միասկ, Թուրքիա և Ադրբեջան, բայց վրացիք չունեն երկու պետություն, նրանք նստած են իրաց այդ մետության մեջ և պատկերացնում եք նախանձությունը ինչ աստիճանի էր հասել, որ վրացիք մեղադրում են հայերին սեպարատիստական ուրեմն քարոզի համար, որ ծածանելով ուրեմն թափարելով Արցախի դրոշը Թբիլիսիում, հայերը ուրեմն սադրում էին և սեպարատիստական քարոզով էին զբաղված եղել Թբիլիսիում, որը անընդունելի է Վրաստանի ժողովրդի համար։ Սենց բոլորը մտածում են ժողովրդի մասին, ժողովրդի համար, օրինակ Հայաստանում էլ գլխավոր տականքը մտածում, ասում է ես այդպիսի որոշումներ պետք է կայացնեն, որոնք որ ընդունելի կլինեն Ադրբեջանի ժողովրդի համար։ Բոլորը մտածում են ժողովրդի մասին, բայց Հայաստանում ոչ մեկը Հայաստանի ժողովրդի մասին չի մտածում, այդպես է դուրս գալիս։ Ուրեմն Ուրեմն մոլագարները, այդ վրացի ֆուտբոլասեր այդ մոլագարները, ասում են, որ հայերը ստացան համարժեք պատասխան ու ոչ մի հայ չի կարող ուրեմն սեպարատիզմ քարոզել Վրաստանի մեջ և դրանով ուրեմն հայերը անարգեցին, վիրավորեցին, խորը վիրավորանք հասցրեցին, ուրեմն անպատվեցին Վրաստանի ժողովրդին և Վրաստանին։ Սա էր եղել պատճառը, որ նրանք միանգամից հենց բորբոքվեցին և ծայրահեղ ատելություն ցույց տվեցին հայերի նկատմամբ Վրաստանի մեջ։ Չնայած այդ հայազատությունը Վրաստանի մեջ դա նես չի, որ երեկ էր ծնվել կամ այսօր էր ծնվել կամ մարտի 23-ին էր ծնվել 25 թվականին, Վրաստանում ես ձեզ կասեմ, որ հայազատությունը այդ աստիճանի էր, որ հայերը երբեք չեն ունեցել պաշտոններ Վրաստանում, նրանց երբեք պաշտոն չեն տվել հայերին։
Այո, պետական կառույցներում հայերը երբեք պաշտոն չեն զբաղացրել։ Դա միշտ եղել է վրացիք են զբաղացրել պաշտոնները։ Հայերին ծառայողական պաշտոններ են ունեցել, նրանք վրացուն ծառայել են, ոչ թե ինչ-որ ղեկավար պաշտոն երբեք հայերին չէր տրվում Վրաստանում, դա շուտվանից է գալիս։ Այդ հայազատությունը վրացունց մեջ դա շուտվանից է գալիս, դա երեք չի ծնվել, ոչ էլ ինչ-որ մի շաբաթ առաջ, իսկ այդ ֆուտբոլի այդ Արցախի դրոշի ծածանելը դա ուղղակի մահանա էր, որ վրաց երկրպագունը այդ մոլագարները հարձակվեն հայերի վրա ցույց տալով իրենց ծայրահեղ ատելությունը հայ ազգի նկատմամբ։ Հետո վրացի գիտեք ինչ էին ասում, նրանք ուրեմն արդարացնելով իրանց այսպիսի ծայրահեղ ապօրինի ուրեմն հանցագործ պահվածքը հայերի նկատմամբ նրանք արդարացնում են դրանով, որ ասում են, եթե մենք վրացիք Երևան գանք եւ Երևանում ծածանենք Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշը, քանի րոպե հետո հայերը կհարձակվեն մեզ վրա, վրացոնց վրա։ Փաստորեն նրանք հավասարության նշան են դրել Ադրբեջանի դրոշի, Թուրքիայի դրոշի եւ Արցախի դրոշի մեջ, բացատրելով, որ ինչքան որ հայերի համար է թշնամական Արցախի Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշը թշնամության նշան, այնպես էլ վրացոնց համար Արցախի դրոշն է թշնամության նշան։ Փաստորեն վրացիք Արցախը համարում են որպես թշնամի պետություն, ինչ որ գոյանք, կազմակերպություն հայերից ստեղծած ինչ-որ կազմակերպություն է Արցախը եղել վրացոնց ընկալման մեջ, սեպարատիստական կազմակերպություն։ Եվ նրանք ասում են, որ մենք չենք թույլ տա, որ հայերը սադրանքներով, իրենց սադրանքներով ծածանելով սեպարատիստական նշաններ Վրաստանում եւ Թբիլիսիում սեպ մխեն, էլի սեպ, հայկական սեպի մասին է խոսքը գնում, վրաց ադրբեջանական եւ վրաց թուրքական եղբայրության մեջ։ Փաստորեն վրացիք հայերի հետ հարաբերությունները ստորադասել են, նրանք գերադասել են ունենալ եղբայրական հարաբերություններ Թուրքիայի 90 միլիոնանոց Թուրքիայի եւ 10 միլիոնանոց Ադրբեջանի հետ, քան 2.5 միլիոնանոց Հայաստանի հետ։ Նրանց համար ավելի կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները եւ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները, քան թե ունենալ եղբայրական հարաբերություններ 2.5 միլիոնանոց Հայաստանի հետ։ Բա, այսպեսի բաներ, ուրեմն պատկերացրեք, որ հետո ինչ որ Վրաստանի իշխանությունը դատապարտեց նման ծայրահեղ պահվածքը, բայց դա կարևոր չէ։ Կարևոր է, որ վրաց ֆուտբոլասերները, այդ մոլագարները ատելություն ցույցաբերեցին հայ ազգի նկատմամբ, հայ ազգի երկու պետության նկատմամբ եւ Արցախի դրոշի համար։ Դա է եղել կենտրոնական պատճառը, որ ինչը բորբոքեց վրացոնց հայերի դեմ։ Բան Այսպես էլ ապրում ենք։ Շնորհակալություն։